Տեղավորվել եք նորմալ է տեղները։ Կարող ենք սկսել։ Շատ լավ։ Նախորդ դասի մենք ձեզ հետ միասին ուսումնասիրել ենք Հայաստանի Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։ Ես դասախոսության միջոցով ներկայացրել եմ թեման, որից հետո դուք ստացել եք հանձնարարություն ինքնուրույն թիմային աշխատանքի միջոցով ուսումնասիրել դասանյութը նաև տարբեր այլ աղբյուրների օգտագործմամբ, դուք պետք է ուսումնասիրեիք ինքնուրույն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառները, այդ պատճառների հետևանքները, կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ այդ ձեռնարկումների արդյունքները, որոնք էին ծանր սոցիալ-տնտեսական եւ հումանիտար ճգնաժամի պատճառները, ինչով են դրանք պայմանավորված, պիտի կարողանանք վերլուծել իրավիճակը, անել եզրակացություններ։ Թիմերից մեկը պետք է ուսումնասիրել պատճառները, խմբավորել դրանք, իսկ մյուս թիմը արդեն պետք է ուսումնասիրել կառավարության ձեռնարկումները եւ դրանց արդյունքները։ Դուք ստացել եք հանձնարարություն 2 օրերի ընթացքում ինքնուրույն ուսումնասիրել, հետազոտել թեման եւ այսօր արդեն ձեր աշխատանքները պետք է ներկայացնեք։ Հիմա մոտ 5 րոպե ձեր ժամանակ ձեր աշխատանքների իմ եք բերում եւ պատրաստում եք ներկայացնում։ Իսկ Ավետյանից թիմը ստացել է հետեւյալ հանձնարարությունը ձեզ համար պատրաստել անակնկալ։ Ինչ անակնկալ մենք հետո դա հատկատեսնենք։ Խնդրեմ, հիմա խմբերով կարող եք օգտագործել ձեզ հատկացված 5 րոպե։ Ժամանակ անցած, իսկ հիմա եկեք լսենք առաջին խմբին։ Կարողացել եք համագործակցել իրար հետ, ստացել ձեր հետ հեշտեր, իսկ ինչ սկզբնաղբյուրներ եք օգտագործել դասագրքից բացի։ Մենք դասագրքից բացի օգտվել ենք համացանցից, ինչպես նաև 11-րդ դասարանի դասագրքից։ Շատ լավ, հաջողվեց եզրակացություններ անել, վերլուծել, ուսումնասիրել եւ կատարել եզրակացություններ։ Շատ լավ, դե խնդրեմ, դուք կարող եք հիմա ներկայացնել ձեր աշխատանքները։ Մենք հասցրել ենք Հայաստանի Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր դրության պատճառները, իրոք որ Հայաստանը գտնվում էր աղետալի վիճակում, եւ իրավիճակը լավագույնս ներկայացնում է վարչապետ Հովհաննես Քաջազյունին։ Հիմա լսենք նրան։ Մենք գործ ունենք ոչ թե սովորական պետական կյանքի հետ, այլ մի հսկայական գերեզմանատան հետ։ Մեր ժողովուրդը սպառել է իր վերջին պաշարները։ Նա այսօր կանգնած է բնաջնջման վտանգի առաջ։ Երբ ես ասում եմ սով, ես նկատի չունեմ պակասություն կամ մանկություն, ես նկատի ունեմ բառացի սովամահություն։ Մենք չունենք հաց, մենք չունենք սերմոցում, մենք չունենք դրով եւ չունենք դրսից օգնեցեն ստանալու ճանապարհ։ Հայաստանը կրծիացած է իր շրջապատված թշնամիներով, որոնք սպասում են մեր վերջնչի։ Հայաստանի կառավարությունը այսօր ոչ թե պետություն է կառավարում, այլ մի մեծ հիվանդանոց եւ որբանոց։ Մեր բյուջեի 90%-ը պետք է ծախսվի ոչ թե շինարարության կամ բանակի, այլ միայն մեռնողներին կերակրելու վրա։ Բայց մենք նույնիսկ այդ չնչին հացը չունենք։ Մենք այս տեսանյութը պատրաստել ենք արհեստական բանակցության միջոցով։ Ծանր իրադրության պատճառները մենք բաժանել ենք 2 խմբի՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին պատճառներն այսօր Կովկաս ցանցի վարած գաղութային քաղաքականության պատճառով առաջին աշխարհամարտից առաջ էլ աչքի չեն ընկնում տնտեսական զարգացումը։ Երկրորդ, առաջին աշխարհամարտը սոցիալ-տնտեսական վիճակը դարձրեց աղետալի։ Երրորդ, իրավիճակն ավելի ծանրացավ թուրքական աշխատանքի, հայ-վրացական պատերազմի, թուրք-թաթարական թշնամական գործողությունների հետևանքով։ Հեղափոխության պատճառով փլուզվել էին տնտեսական կապերը։ Ներքին պատճառներ պետականության նվաստեց լինելը, ֆինանսական միջոցների սակավությունը, գյուղատնտեսության արդյունաբերության զարգացման ցածր մակարդակը, սով գործազրկություն համաճարակներ։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1919 թվականին համեմատած 1913 թվականի հետ կրճատվել է 6 անգամ, ցանկատարությունները 3 անգամ։ Այդ ժամանակ բանկում էր ապրում նաև արդյունաբերությունը, ծանր վիճակում էր երկաթուղային տրանսպորտը, սովյարների թիվը հասնում էր ընդհանուր 5 միլիոն մարդու, սովամահ եղավ Սուլման գավառի կեսից ավելի, սովամահ եղածների թիվը հասնում էր 150-ից 180 հազար մարդ։ Այսպիսով ներքին եւ արտաքին պատճառների հետևանքով հանրապետությունը գտնվում էր աղետալի վիճակում։ Շատ լավ, մենք սիրով լսեցինք առաջին խմբին, իրականում դուք համագործակցել եք, ձեր համագործակցված աշխատանքի արդյունքը երևում է, ձեր խոսքը հստակ է, տրամաբանված, եւ մեզ մնում է ուղղակի ձեզ շնորհակալություն հայտնել, ապրեք, լավ է, իսկ հիմա սիրով պետք է խոսքը տրամադրեք մեր երկրորդ խմբին։ Խնդրեմ։ Մեր խմբին հանձնարարված էր ուսումնասիրել եւ ներկայացնել կառավարության աջակցած քայլերը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչպես նաեւ կառավարության քայլերի արդյունքները։ Այժմ կներկայացնենք մի քանի արկա հիմնախնդիր, որից հետո նաեւ կներկայացնենք կառավարության աջակցած քայլերը ստեղծված հիմնախնդիրը լուծելու համար։ Արկա հիմնախնդիրներից են համարվում սովը եւ համաճարակները, որը լուծելու նպատակով պետությունը ձեռնարկում է հետեւյալ քայլերը։ Կառավարությունը պետական բնաշնորհի սահմանում մի շարք կենսական ապրանքների նկատմամբ եւ վարչապետ Խաչատրյանին մեկնում է ԱՄՆ եւ Եվրոպա օգնություն խնդրելու ակնկալիքով։ Արկա հիմնախնդիրներից է նաեւ տնտեսության աշտարակությունը, որը լուծելու նպատակով պետությունը իրականացնում է հետեւյալ քայլերը։ Կառուցվում են եւ վերակառուցվում են ճանապարհները եւ երկաթուղները, վերսկսվում է կոնյակի, ծխախոտի, սպիրտի արտադրությունը եւ ներկրվում են գյուղատնտեսական գործիքներ, սերմացու բուժանյութեր։ Թերևս ամենակարևոր հիմնախնդիրը որբերի խնամքը, գաղթականների մեջից խոցելի էին 40,000 որբերը, որից 16,000-ը գտնվում են պետության խնամքի ներքո, իսկ 23,000-ի խնամքը իր ձեռքի տակ է վերցնում ամերկոմը։ Իսկ հիմա կներկայացնենք կառավարության քայլերի արդյունքները։ 1915 թվականի կեսերից երկրի տնտեսության արժանացման համար որոշակի նախաձեռնումներ են ձևավորվում։ Իսկ արդեն 1920 թվականին երկրում գործում է շուրջ 70 ձեռնարկություն։ Այսպիսով երկրի կառավարիչների խելամիտ քայլերի շնորհիվ երկրի տնտեսական իրավիճակը սկսում է կայունանալ, կարևոր ենք համարում ամերիկյան ժողովրդի օգնությունը։ 1919 թվականի մայիսին ԱՄՆ-ից ստացվեց 1.3 միլիոն ֆուտ այլուր, 257,000 ֆուտ ցորեն եւ այլ պարենա։ Պատրաստել եք նաև սայկաշար, որը այժմ կներկայացնեմ ձեզ։ Սայկաշարում տեսնում եք Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը։ Ներկայացրել ենք ամայացված տնտեսություն եւ պատերազմի հետևանքները, հումանիտար աղետները, հիգիենիկ ճգնաժամ, սովի սպառնալիք, վարակիչ հիվանդություններ։ Ներկայացրել ենք կառավարության արտաքին միջոցները, պետական մենաշնորհ, միջազգային օգնություն, ամերիկյան աջակցություն։ Ներկայացրել ենք տնտեսական վերականգնումը 1915 թվականի կեսերից, սովի նահանջ, տարածքային կայունություն, ենթակառուցվածքներ։ Այս լուսանկարում մենք տեսնում ենք տնտեսության աշխուժացումը։ Ներկայացրել ենք արդյունաբերության վերսկսումը քայլ առ քայլ։ Ներկայացրել ենք տնտեսական աճի ցուցանիշները, ջրանցքներ, գործիքներ, սերներ եւ տեղամիջոցներ։ Գաղթականների խնդրի լուծումները, արտաքին օգնության դերը եւ ամերիկոմի խորհրդանշանները։ Շատ լավ, շնորհակալություն կատարած աշխատանքի համար, իրականում դուք էլ համագործակցել եք, սայկաշար եք պատրաստել, անցնենք հաջորդ խմբին։ Հիմա տեսնենք, թե ինչ անակնկալ է մեզ համար պատրաստել Արիցյանը իր խմբով։ Մենք պատրաստել ենք հաղթաշար, որտեղ միավորված են թեմայի վերաբերյալ հարցերը, ստուգելու մեր դասընկերների թեմա յուրացման մակարդակը։ Անցնենք հազարավչինին, որն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զանազան վիճակի գլխավոր պատճառներից մեկը 1918-ից 1920 թվականներին։ A. Արդյունաբերության արագ զարգացումը, B. Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները, G. Օտարերկրյա վերածավալ մեծումները, D. Գյուղատնտեսական արտադրության աճը։ Համաշխարհային պատերազմի հետևանքները։ Ճիշտ է պատասխան։ Շատ լավ, անցնենք ապա։ Հարց երկրորդ. Ինչն է մեծացնում սովի եւ սննդի պատրաստության A. Գյուղատնտեսական տեխնիկայի կենարարությունը, B. Գաղթականների հոսքը եւ բերի նվազումը, G. Տնտեսության ինքնաբավությունը, D. Արտահանման ծավալների մեծացումը։ Տարբերակը գաղթականների հոսքը եւ բերի նվազումը։ Ճիշտ է պատասխան։ Ոնց է դասալ ճիշտ։ Շատ լավ, անցնենք ապա։ Եվ հարց երրորդ. ինչպես է սխալ
1915-1920 թվականներին Հայաստանը լիովին ապահովված էր վատելափայտով եւ բաղելիքով։ Ես ասած, Խնդրեմ Արմենյան։ Հարց 4. Որ կազմակերպության միջազգային օգնություններ կարևոր Հայաստանի համար A. Ամերիկոն, B. ՆԱՏՕ, G. ՅՈՒՆԵՍԿՕ, D. Եվրոպական միություն։ Խնդրեմ Հովհաննիսյան։ Ա. Ամերիկոն։ Հարց 9. Որ ցուցանիշի նվազումը ծանր ազդեցություն ունեցավ գյուղատնտեսության վրա, A. Տղամարդկանց հերթական մակարդակը, B. Անասունների քանակը, G. Ոսկու պաշարները, D. Գյուղերի բնակչության պատասխանն անասունների քանակը։ Հարց 6. Ինչ սոցիալական հետևանքներ ունենում սովը եւ հիվանդությունները, այնտեղ երկու ճիշտ պատասխան։ A. Մահացության բարձրացումը, B. Գների նվազում, G. Աշխատուժի պակաս, D. Արտադրական աճ։ Երկու պատասխան կնշեմ, պատասխան A. Մահացության բարձրացում, պատասխան G. Աշխատուժի պակաս։ Հարց 7. Ինչու են պետական եկամուտների ցածր առաջին հանրապետության տարիներին, A. Քանի որ պետությունը քիչ հարկեր էր հավաքում, B. Քանի որ պետությունը չէր ցանկանում հարկեր կազմել, G. Քանի որ արտահանման ծավալները բարձր էին, D. Քանի որ միջազգային աղբյուրը չափազանց զարգացած էր։ Պատասխան A. Քանի որ պետությունը քիչ հարկեր էր հավաքում։ Հարց 8. Պատճառատևանքային հարց։ Ուրացու նախադասությունը։ Արտադրության բյուրոթեկանկը եւ տրանսպորտի խափանումը բերեցի։ Պետք է երկու կարճ մեկից երկու նախադասության ներկայացնել, դե խնդրեմ դուք որոշեք, պետք չէ գրել, խնդրեմ բանալու Իգացիքով արտադրության բյուրոթեկանկը եւ տրանսպորտի խափանումը բերեցի տնտեսական կապերի խաթարման։ Սննդի պակասի Համաձայն եք կազմել, շատ եք համաձայն եք, համաձայնից, գո եք ձեր ընկերների պատասխաններից։ Ագետում եք, որ թեման յուրացրել են։ Շատ լավ, հիմա բոլոր շնորհակալություն հայտնենք Ավետյանին եւ իր ընկերներին եւ խնդրեմ կոմենտեք ձեր տեղ։ Այլա, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ ձեռբերումներ եք ունեցել այսօրվա դասից։ Խնդրեմ, Աբգարյան, գուցե քեզ լսենք, որն է քո գլխավոր ձեռբերումը կամ քո թիմի, հարավից քեսես դու, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ գլխավոր ձեռքբերումը բացի ստացված դելիքներից նաև կարևոր էր այն, թե ինչպես կարողացավ ճիշտ համագործակցել եւ աշխատել թիմով։ Իսկ թիմային աշխատանքը դու օգտակար ես համարում։ Ներկա պահին այո։ Թիմային աշխատանքը ձևավորում է այնպիսի հարաբերություններ։ Մենք ոչ միայն դասի շրջանակներում, այլև կյանքում կարող ենք օգտագործել ճիշտ համագործակցելու այդ հմտությունները, որ ձեռք են բերել այդ դասի։ Իսկ եթե Հայաստանի առաջին հանրապետության տարիներին էր, բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները ավելի համագործակցած գործեին, արդյունքները գուցե ավելի լավ լինեին։ Գուցե։ Կարելի էր, չէ՞։ Այո։ Շատ լավ, իսկ այսօրվա դասի գլխավոր ուղերձը որն է ձեր կարծիքով, Մակուս գուցե քեզ լսենք։ Դե իր մտածելով ամենակարևորը պատմությունից դաս քաղելն է։ Պատմությունից դասեր քաղելն է։ Իսկ Հովհաննիսյան դու ինչ կասես։ Իմ կարծիքով շատ կարևոր է նրա արդյունավետ կառավարվող պետություն։ Բնականաբար, որտեղ պետականությունն է այն գործիքը, որ կոչված է ապահովելու հասարակության բնականon կենսա գործունեությունը։ Հավատենք այսքանով։ Գոհ եք ձեր աշխատանքը։ Ես էլ եմ գոհ։ Դե լավ, հավատենք։